Երևան Եվրոպական միություն գագաթնաժողովի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանն էներգետիկ ոլորտում լուրջ համատեղ ծրագրեր ունի Եվրոպական միության հետ։ Քանի որ Հայաստանն ունի անսահմանափակ արևային էներգիայի ռեսուրսներ, բայց չունի կուտակիչ համակարգեր, որոշել է օգտվել ԵՄ-ի ծառայություններից։ Նոր ժամանակներում պարզվել է, որ Հայաստանը ունի անսահմանափակ էներգետիկ ռեսուրսներ, որովհետև Հայաստանում մենք ունենք տարածաշրջաններ, ռեգիոններ, որտեղ արևային օրերի քանակը գերազանցում է 300-ը, սա նշանակում է, որ արևային էներգետիկայի զարգացման անսահման հնարավորություններ կան մեր երկրում։ Այն, ինչը մեզ պակասում է, կուտակիչ կայաններն են, եւ ես շնորհակալ եմ Եվրամիության մեր գործընկերներին, կուտակիչ կայանները Հայաստանում զարգացնելու ուղղությամբ մեզ աջակցելու պատրաստակամության համար։ Մասնագետները բազմիցս հայտարարել են, որ արևային էներգիան չի կարող այլընտրանք լինել ատոմակայանին։ Այսպիսով կարելի է ենթադրել, թե ինչու էր վարչապետ Փաշինյանը հայտարարում, թե Հայաստանում արևային էներգիան ավելի հզոր է, քան ատոմակայանը։ Գագաթնաժողովի ընթացքում Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը եւ Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալին պաշտոնականացրել են կապի ոլորտում գործընկերության համաձայնագիրը։ Հայկական առանցքային ընկերություններին եւ հիմնադրամներին փոխանցվել է 6 նամակ Հայաստանում ներդրումների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու կոչին աջակցելու նպատակով։ Միևնույն ժամանակ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ու Եվրոպական սահմանային եւ աբհամերձ պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսը նախաստորագրել են համագործակցության վերաբերյալ աշխատանքային համաձայնագիր։ Երևանյան երկխոսություն 2026 միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել ադրբեջանցի փորձագետներ, հայտնել են ադրբեջանական գործակալությունները, նշելով, որ դրանց թվում են ադրբեջանցի քաղաքագետներ Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը եւ Զաուր Շիրիևը։ Նրանք խաղաղության կամուրջ նախաձեռնության մասնակիցներ են։ Նույն նախաձեռնության շրջանակում Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով Հայաստան էին ժամանել այս տարվա փետրվարի 13-ին։ Հայաստան Եվրամիություն առաջին գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի եւ Եվրախորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ։ Ուրսուլա ֆոն դեր Լեյենն իր X-ի միկրոբլոգում արված գրառմամբ ողջունել է իրադարձությունը, նշելով. «Կեցցե Եվրամիությունը եւ Հայաստանի բարեկամությունը»։ Հանդիպմանը Անտոնիո Կոշտան նշել է, որ Եվրամիության առաքելության նպատակն է օգնել Հայաստանին դառնալ ավելի ամուր եւ ժողովրդավարական երկիր։ Ըստ նրա, սա հստակ ապացույցն է այն բանի, որ մենք միասին ենք պայքարում դժվարությունների դեմ։ Նա նշել է հայ ժողովրդի ինքնուրույն ճակատագիր ընտրելու իրավունքի պաշտպանության կարևորությունը եւ հայտարարել, որ Հայաստանը կարող է ապավինել միությանը այս ուղին միասին անցնելու հարցում։ Կոշտայի խոսքով Հայաստանը կարևոր դեր ունի Հարավային Կովկասի հետ Եվրամիության հարաբերություններում, փոխկապակցելով տարածաշրջանը Կասպից ծովի եւ Կենտրոնական Ասիայի հետ։ Եվրախորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ գագաթնաժողովի արդյունքներով կզարգանա ռազմավարական գործընկերությունը հանուն հայ ժողովրդի եւ Եվրոպայի բարեկեցության ու խաղաղ ապագայի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այսօր անհետ կորածների ծնողների անունից նամակ է փոխանցվել։ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի հայրը Լիպարիտ Թովմասյանն անձամբ է նամակը փոխանցել Մակրոնին։ Վաղ առավոտյան Մակրոնը իր անվտանգության աշխատակիցների հետ դուրս էր եկել վազքի Երևանի կենտրոնում։ Շուրջ 50 րոպե տևած վազքից հետո Մակրոնը վերադարձել է հյուրանոց, որտեղ նրան դիմավորել են մի խումբ քաղաքացիներ։ Փոխանցված նամակում ծնողները խնդրում են, որ Մակրոնը բանակցի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ իրենց անհետ կորած որդիների մասին տեղեկություն ստանալու նպատակով։ Ֆրանսիայի նախագահը այցելել է Ծիծեռնագաբերդի հուշահամալիր իր հարգանքի տուրք մատուցելու Օսմանյան կայսրության ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին։ Նրան ուղեկցել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Ըստ օրակարգի Էմանուել Մակրոնը նախատեսում է այցելել Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։ Այնուհետև կմասնակցի երաժշտական կամուրջ Հայաստան-Ֆրանսիա խորագրով համերգին, որը տեղի կունենա Գյումրիում։
Բելարուսը հստակ տարբերակում է եղբայրական հայ ժողովրդին իրենց կարճատես պետական պաշտոնյաներից, հայտարարել է Բելարուսի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը։ Նրա հայտարարությունը հնչել է ի պատասխան Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի վերջերս Բելարուսի ինքնուրույն չլինելու մասին արված հայտարարություններին։ Մեջբերում Հայաստանի խորհրդարանի նախագահի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ եւ սեփական ընտրազանգվածին իր ներքին լուրջ խնդիրներից շեղելու հուսահատ փորձ։ Երբ աղքատությունը կտրուկ աճում է, հատելով 40%-ի սահմանը, գործազրկությունն աճում է, իսկ շրջանները լճանում են, ամենահեշտն արտաքին թշնամի նշանակնելն ու վիրավորական պիտակներ օգտագործելն է։ Նման ցինիկ մոտեցումը ցավալի է, նշել է Վարանկովը։ Նրա խոսքով Բելարուսը ինքնիշխան պետություն է, որն ինքնուրույն է որոշում Ռուսաստանի հետ իր դաշնակցային հարաբերությունների ձևաչափը։ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամներն աշխատանքային այցով եղել են Շիրակի մարզի Արթիկ եւ Գյումրի քաղաքներում։ Այցը մեկնարկել է Արթիկից, որտեղ բացվել է կուսակցության տարածքային գրասենյակ։ Կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը նշել է, որ երբեմնի արդյունաբերական կենտրոն Արթիկում այսօր հիմնական խնդիրներից մեկը աշխատատեղերի պակասն է, ինչի հետևանքով բնակիչների մի մասը արտագնա աշխատանքի է մեկնում։ Մենք տարեկան ներմուծում ենք $500 միլիոն շինանյութ։ Կերամիկա, որի կավը այստեղ կա։ Գիտեմ, որ Փանիկի շրջակայքում դուք ունեք կավի հանքեր այստեղ մենք։ Ամեն ինչ կա, Հայաստանում տասնյակ հարյուրավոր միլիոնների ներմուծվում է այստեղ։ Փոխանակ Հայաստանում արտադրվի։ Իշխանության փոփոխությունից հետո 1 տարվա ընթացքում ծրագիր է առաջարկվելու։ Արթիկի համար առանձին ծրագիր, թե ինչ գործարաններ պետք է լինեն, որ մարդիկ մնան եւ աշխատեն։ Սա է երկիրը ուժեղացնելու ամենահեշտ ճանապարհը։ Կարող ենք մենք էլ բերենք մի քանի փողոց ռեմոնտ անենք, մի քանի հոգու վրա գորգորանք, ասենք Ժորժ ջան, ձեզ նենց ենք սիրում, տեսեք այն մարդկանց վրա ոնց գորգորացինք, բայց մեր ու ձեր կյանքը դրանից չի փոխվելու։ Փոխվում է կյանքը այն ժամանակ, երբ կա աշխատատեղ 7000 մարդ Արթիկ խոշորացված համայնքում, գործ չունի այս պահին։ Ու գնում է Հայաստանից դուրս 7000 մարդ։ Պատկերացեք ինչ մեծ նշաձող ունենք մենք անելու։ Ամեն օր հանգիստ պետք է աշխատենք ու վերականգնենք Հայաստանի արդյունաբերական հզորությունը, նաև այս համայնքի համար։ Իսկ Գյումրիում կայացած հանդիպման ընթացքում Նարեկ Կարապետյանն անդրադարձել է մարզում առկա սոցիալական խնդիրներին, ընդգծելով աղքատության բարձր մակարդակը։ Նա նաև ներկայացրել է կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունները, այդ թվում ծայրահեղ աղքատության հաղթահարման ծրագիրը, որով նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել կարիքավոր ընտանիքներին։ Նախ առաջինը աղքատության հարցը պետք է մի քիչ արագ լուծենք, քան տնտեսական զարգացումը ապահովելը։ Ուրեմն ստեղծում է աղքատության հաղթահարման հիմնադրամ, որի մասին 3 օր առաջ Սամվել Կարապետյանի ներկայությամբ մենք հայտարարել ենք։ Այդ հիմնադրամում գումար է դնում մի քիչ պետությունը, մնացող մասն էլ աշխարհի ուժեղ հայերը։ Հանդիպումից հետո կուսակցության անդամները քայլերթ են անցկացրել Գյումրիի կենտրոնում, շփվելով բնակիչների հետ։ Քայլերթի ընթացքում նրանք անցել են նաև տնային կալանքի տակ գտնվող Միքայել Սրբազանի կեցավայրի մոտով եւ նրան աջակցություն հայտնել։ Նախագահական նստավայրում պետական ընթրիք է մատուցվել ի պատիվ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի։ Ընթրիքից առաջ երկու երկրների ղեկավարները պարգևատրել են իրար ի նշան բարեկամության ու համագործակցության։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պարգևատրվել է Փառքի շքանշանով, իսկ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պատվո լեգեոնի մեծ խաչ շքանշանով։ Ընթրիքի ընթացքում Մակրոնը կատարել է ֆրանսահայ շանսոնիե Շարլ Ազնավուրի «Լա Բոհեմ» երգը, Նիկոլ Փաշինյանն էլ նվագակցել է։ Սպիտակ տան մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ է վիրավորվել, այս մասին հայտնել է ԱՄՆ գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Էնթոնի Գուլիելմին։ Հաղորդվել է նաև, որ միջադեպից կես ժամ առաջ նշված վայրով անցել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի ավտոշարասյունը։ Դեպքի մանրամասները դեռ հստակ չեն։ Կրակոցներից անմիջապես հետո անվտանգության ուժերը շրջափակել են Սպիտակ տան տարածքը։ Դոնալդ Թրամփի ելույթին մասնակից լրագրողները տարհանվել են։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Դոնալդ Թրամփի ելույթի ժամանակ կրակոցներ են լսվել։ Գաղտնի ծառայությունը ժամեր անց հաստատել էր տեղեկությունը։
And I'm going to go see President Xi in 2 weeks. I look forward to that. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, թե կարող է Սպիտակ տունը լքել միայն 8 կամ 9 տարի հետո։ Ըստ ԱՄՆ սահմանադրության նախագահը չի կարող ընտրվել 2 ժամկետից ավելի։ Թրամփը հայտնել է, որ 2 շաբաթից կհանդիպի Չինաստանի առաջնորդ Սի Ցзինփինի հետ։ Նրա այցը Չինաստան նախատեսված է մայիսի 14-ից 15-ին։ Այն դեռ պետք է կայանար մարտին, սակայն հետաձգվել էր ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության պատճառով։ Kıymetli vatandaşlarım. Այժմ պետք է հասկանալ, որ Եվրամիությունը առանց Թուրքիայի, որպես լիիրավ անդամի, չի դառնա գլոբալ խաղացող կամ գրավչության կենտրոն, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ Նրա խոսքով Եվրոպան չպետք է մոռանա, որ ոչ Թուրքիան, ոչ աշխարհը այլևս առաջվանը չեն, որ սահմանափակված էին արևմտյան պետությունների ազդեցությամբ։ Այսօր Եվրոպան ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Թուրքիան Եվրոպայինը, շեշտել է Էրդողանը։ Չինաստանում հրավառության նյութեր արտադրող գործարաններից մեկում տեղի է ունեցել հզոր պայթյուն։ Դեպքի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։ 61 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Համացանցում արդեն հրապարակվել են աղետի պահը ֆիքսած կադրերը։ Միջադեպին հաջորդել են մասշտաբային ավերածություններ։